Նույն միտքը արտահայտում եք դուք, Ալիևը եւ Լավրովը զարմանալիորեն, որ ասում եք խորհրդային միության վարչական սահմաններ հետաբար Արցախը կամ Ղարաբաղը Ադրբեջանի մաս էր։ Բա եթե դա այդպես էր, բան չի չեք անդրադառնում բոլշևիկյան կառավարությունը, երբ որ Լեռնային Ղարաբաղը հանձնում էր Ադրբեջանին, ինչ պայմաններով էր հանձնում, ինչ տարածքով էր հանձնում, ինքնավարության ինչ պահանջեր առաջադրում, բայց եթե այդպես վերցնում ենք, որ խորհրդային միության ամբողջ ժառանգությունը մենք մեր մասով, Ադրբեջանը իր մասով վերցրել էր։ Բայց հիմա չի օրինակ այդ օրակարգային հարց չի դառնում, ենթադրենք էլի։ Ես սա ինչ եմ ասում, որովհետև իրականում խեղաթյուրում եք ամբողջ Ալմաթայի գործընթացը, այդ հռչակագիրը, դրա էությունը մի բանի համար, որ իբր Ադրբեջանը հայտարարի, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը տասնյակ անգամներ դրա մասին ասել է։ ՄԱԿ-ի կանոնադրության միանալով է ասել, տարբեր համաձայնագրերին միանալով է ասել, նույն ԱՊՀ համաձայնագրի շրջանակներում է ասել, բայց դա խանգարեց Ադրբեջանին, որ ինքը առհամարած ունենա այդ ամենը, որ ծալի դրել է մի կողմ ու սկսել է ագրեսիա։ Եթե այդ մի բառի համար ենք մենք մտածում, որ այ Ադրբեջանը ասեց ամբողջականություն, միջազգային ամբողջականություն ու սահմանների անխախտելությունը իրար հետ բացարձակ կապ չունեն միջազգային իրավունքի տեսակետից։ Սրանք երկու տարբեր բաներ են։ Տարածքային ամբողջականությունը ուժ չկիրառելու սպառնալիքների գործադրում եւ այլ սրա մասին է խոսքը։ Եվ դա ուղիղ, այո, հենց առնչություն ունի ինքնորոշման իրավունքի հետ։